Խոսքի ազատության հիմնարար իրավունքների խախտման հարցը վերջին 5 ամիսներին դարձել է հանրային քննարկման առարկա։ Տաշիր խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի կալանավորումից եւ ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների դեմ հարուցված գործերի ֆոնին։ Իրավապաշտպանները նշում են, որ կալանքը որպես խափանման միջոց չպետք է կիրառվի սոցիալական ցանցերում հնչեցրած կարծիքների համար, եթե դրանք չեն պարունակում սպառնալիքներ կամ ատելության դրսևորումներ, ինչպես փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի եւ Կարապետյանի դեպքերում։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն 2025 թվականի 3-րդ եռամսյակում արձանագրել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 1, տեղեկատվություն ստանալու իրավունքների խախտման 23 եւ տարբեր ձևի ճնշումների 19 դեպք։ Freedom House-ի եւ Reporters Without Borders-ի վերջին զեկույցներում Հայաստանը շարունակվում է դասվել այն երկրների շարքում, որտեղ մամուլի ազատությունը գնահատվում է որպես մասամբ ազատ։ Զեկույցներում նշվում է, որ լրագրողների նկատմամբ վերաբերմունքը հաճախ պայմանավորված է նրանց հարցերի բովանդակությամբ եւ քաղաքական ենթատեքստով, իսկ տեղեկատվության հասանելիությունը որոշ դեպքերում սահմանափակվում է պետական կառույցների կողմից։ Armenia Today քաղաքացիներից հետաքրքրվել է, ըստ իրենց կա Հայաստանում խոսքի ազատություն։ Վստահում են լրատվամիջոցներին եւ որ աղբյուրներից են ստանում ամենահավաստի տեղեկատվությունը։ Ոչ մի բան չեմ ասում։ Ձեզի ոնց վճարում են այդ ձևել պատասխան։ Ինձ թվում է այո։ Հարցում եմ այո։ Որ լրատվամիջոցներին եք վստահում։ Չեմ կարող ասել։ Դուք ինձ այս լավ կիմանաք։ Ձեր կարծիքն է հետաքրքիր։ Հա։ Ձեր կարծիքն է հետաքրքիր։ Հաջող խոսքի ազատությունը պետք է իմաստ ունենա։ Իսկ այն արտահայտվեց հասնի ժողովրդին, բայց դե ոչ մի բան Ոչ։ Իսկ որ լրատվամիջոցներին եք վստահում։ Ոչ մեկը։ Հավաստի տեղեկությունները ոնց եք ստանում։ Չեմ ստանում։ Ինչ իմանալ։ Օրինակ որ լրատվամիջոցներին եք վստահում։ Կա տես, բայց չկա։ Ոչ մեկին չեք։ Չկա, ոչ մեկի էլ չեմ վստահում։ Ոչ մեկի։ Իսկ ամենահավաստի տեղեկությունները որտեղից եք ստանում, որ հավատում եք։ Ախր հավատ չեն թողել, ինչին հավատանք։ Ինչին հավատանք, ասենք։ Հավատ կա Հայաստանում։ Ձեր մոտ կա հավատ։ Բնական է։ Չկա, Հայաստան բան չկա։ Ոչ։ Ինչու։ Երկիրը փչացնում են։ Ով։ Ղեկավարները Լևոնից սկսած մինչև հիմա։ Նիկոլի Վախտովիչ խոսքի ազատություն։ Իսկ որ լրատվամիջոցներին եք Ոչ վստահում։ մեկի։ Կամ հեռուստա ընկերությունների։ Ոչ էլ նայում են հեռուստատեսություն։ Իսկ հավաստի տեղեկություններումից եք ստանում։ Ընդհանրապես հեռախոսի նորությունները սա սրանով։ Բայց որ հավաստի տեղեկություն, որ Հավաստի հավատում եք։ տեղեկություն չկա ոչ մի։ Մնացած ավել բան չկա։ Դες կառավարությունից էլ ոչ մի լավ բան չես կարող ասել։ Ինչ ձգտում ենք ավելի վատ արել։ Այդքան բան կարող։ Իսկ խոսքի ազատությունը սահմանափակված է, ինչ եք կարծում։ Ավելի վատ է։ Ինչ սպասում ենք ավելի վատ է, այդքան բան կարող ասել։ Իհարկե։ Իսկ որ լրատվամիջոցներին եք հավատում եւ վստահում։ Չեմ կարող ասեմ։ Մենք Armenia, Շանթ, Հմեկ, նայած։ Я не знаю։ Ոնց, բա որտե՞ք կա։ Վրաստանում, թե Թուրքիայում, թե Ադրբեջանում։ Խնդրեմ, Նիկոլ Փաշինյանը վերես խոսքի ազատություն, մեռնեմ իր կյանքին։ Նիկոլից հավատանեմ։ Ով որ է ցույց տա ամոթ իրան, հաջողություն ասա։ Այն վեապար ջեբգիրներ, ջեբգիր է դա, ջեբգիր։ Մենք սիլաչի տես ջեբգիրներ չենք պահում։ Ես սիլաչու տղա եմ, ապե։ Սուս կտաս, ես որ ալիքով տենանք էլ։ Armenia Today։ Ես շատ եմ սիրում Armenia TV-ին։ TV չէ, Today։ Ինչ ուզում ալնի, ոչինչ։ Չի կարելի։ Գլուխդ կախի գնա։ Լրատվամիջոցներին եք հետևում։ Ոչ մեկին ուզում եք ասել։ Բա YouTube-ով մեկ-մեկը տես բաներ են նայում, ու տենամ ոչ մեկ ճիշտ բաներ չի ասում, էլի ճիշտ ասած։ Իսկ ամենահավաստի տեղեկությունները ոնց եք ստանում։ Հարևաններից։ Ամենաճիշտը հարևաններից ստանալն է։ Դատավոր հարևան ունեմ, դատախազ հարևան ունեմ, ասում են։ Իհարկե, բոլորն էլ ազատ խոսում են։ Ապրես, շատ լավ։ Բայց բաներ էլ կան երևի Ոչկակարին հարցը։ ճնշում են մարդկանց Ազատ խոսելու համար։ Относительные, էլի։ Իսկ որ լրատվամիջոցներին եք վստահում։ Ոչ մի։ Ավելի ճիշտ գիտեք ինձ ձեր աշխատանքին ես բան չեմ ասում, շատ նորմալ եմ նայում, բայց
շատ անկայուն նա մեր ազգի վիճակը շատ Իսկ հավաստի տեղեկատվությունը ո՞նց եք ստանում, որ կայքերով։ Պրինցիպի հեռախոսի մեջ որ նայելուց լինեմ, գիտեք նայում եմ դա էլ ջղայնանում եմ, ցանկալի ավելի չնայեմ, որ չջղայնանամ, ուղղակի շատ ցավալի է, որ մենք սենց մի ձևի անտարբեր ենք բոլորս դառել, շատ ցավալի է։ Ու ոչ մի բան էլ չես կարողանում անես, ոչ։ Ինչու՞։ Որովհետև խոսալը անիմաստ է, ոչ ոք չի լսում քո ձայնը։ Իսկ ում ձայնն է լսելի։ Միայն Փաշինյանի։ Դա լավ է թե վատ։ Իհարկե վատ։ Շատ վատ։ Իսկ որ լրատվամիջոցներին եք վստահում։ Ոչ մեկին, որովհետև բոլորը ինձ թվում է Իրանն են։ Առաջինը Իրանն է։ Միշտ նայում էին նոր Հայաստանը, բայց էդ էլ է Իրան գովերքում արդեն։ Չեմ ուզում ոչ մի ալիք նայել։ Իսկ ամենահավաստի տեղեկատվությունը ո՞նց եք ստանում, ինչ աղբյուրներից։ Երբ որ ինքը լայվ է անում, արդեն դրա ձայնը անտանելի է, չես ուզում լսես։ Չարհասարակ տեղեկատվությունները, որ լրատվամիջոցներից, Facebook-ից, շատ գիտեմ, լսում ենք մարդկանցից, այսպես, չգիտեմ, ինչ պիտի լինի մեր վերջը, մենակ Աստված է վկա։ Կանի մի բան լավ դեպի մեզ, չգիտեմ արդեն, էդի ոնց կլինի։ Ոչ չկա։ Հիմա կա։ Կարծում եմ այո։ Բայց որ մի քիչ խորանում ես, արդեն ելնում ես ռեշոտ կեքի մեջ։ Հա։ Չէ, ո՞նց կա։ Վերած վիճակ է Հայաստան։